Պարոն Վարդևանյան, բարև ձեզ, շնորհակալություն 3-6 ժամ շարունակ, այստեղից իրականում շատ լավ օրինակ ցույց տալու համար ամբիոնը կարոտել էր բովանդակության, այդքան տևական բովանդակության, ես վստահ եմ, որ դուք իսկապես որ պետական մարմնում լինեք, օրինակ որ դուք որևէ խմբում լինեք, որը բանակցում է հանդիպում օտարերկրյա մեր գործընկերների հետ, ես մի քիչ ավելի ապահով կլինեմ, ավելի անհանգիստ չեմ լինի, վստահ կլինեմ, որ հայկական շահերը այդտեղ արտահայտված են լինելու, դրա համար շնորհակալություն, հույս ունեմ, այն ինչ մտածել եք, որ կկարողանաք իրագործել այդ պատասխանատվությունը ունենալով, դա կստացվի։ Այսքանը թեմայի մասին, հիմա գանք իսկապես անկյունակարային բանավեճին։ Պարոն Եղոյան, լավ եք։ Ինչ է եղել։ Ես ձեզ ոչ եմ հարցրել 3 գիշեր ինչ է կարևոր, տենց ջղայնացել եք։ Ես հարցրել եմ Հայաստանի Հանրապետության պետական կարևորագույն հարց եմ ուղղել պետական քաղաքականության ու ընդհանրապես պետությունը կազմակերպելու մասին։ Ինչից եք այդքան ջղայնացել։ Ընդհանրապես ինչ է նշանակում ընդդիմադիր падգամավորի վրա մունատ գալ, որ 5 տարի շարունակ հետևողական անվտանգային հարց բարձրացնում։ Մի հատ կիսաանձնական հարց տամ, վրեքդ խոսակցություն ա եկել, ինչ ա պատահել, ես պարոն Ռուբինյանի պատասխանից չզարմանաք, շնորհակալ եմ, ապրի պարոն Ռուբինյանը, երեք ես ինչու եմ այդ հարցը տվել, հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ ընդամենը հարցրել եմ, որոնք են Հայաստանի սպառնալիքները, որովհետև դուք այո տարիներ շարունակ տևական ժամանակ խուսափել եք դրան ուղիղ պատասխանելուց, իսկ Արարատ Միրզյանը նախընտրական բանավեճին ընդհանրապես այնպիսի պատասխան ա տվել, որ ավելի է խճճել ինձ։ Ու այո, այդ պարզունակ հարցը ես պնդում եմ, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի իմանալու։ Դրա համար էլ հարցրել եմ։ Ոչ տիկին Ղազարյան։ Լավ է, որ պարոն Ռուբինյանի ինքնիշխանությունը թույլ տվեց ասելու սպառնալիքների ուղղությունները, լավ չի, որ ինքնիշխանությունը չբավարարեց ասելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չէ, բայց Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունը, այո, Հայաստանի համար սպառնալիք է։ Թուրքիայի վարած պետական քաղաքականությունը, այո, Հայաստանի համար սպառնալիք է։ Սա մեր համոզումն է։ Որտեղ է գալիս ամենամեծ խնդիրը։ Իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանը խոսեց, բայց թույլ տվեք մի հատ էլ այս մասը ամրագրել, որովհետև անկյունակարային է։ Դուք ասում եք, որ մենք սպառնալիքը ֆիքսել ենք, դրա համար բանակցում ենք, գործընթացներ ենք սկսել, որ սպառնալիքը չեզոքացնենք։ Դա շատ տրամաբանական կլիներ, եթե դուք բանակցեիք եւ եթե այդ գործընթացը լիներ փողզիջումներով։ Մեր ամբողջ խնդիրը այն է, որ դուք պատմության մեջ չեք կարող օրինակ ցույց տալ, երբ սպառնալիքը հնարավոր է եղել զսպել, սպառնալիքին հնարավոր է եղել դիմագրավել, ագրեսորին հնարավոր է եղել զսպել, իր բոլոր պահանջները կատարելով։ Չեք կարող պատմության մեջ այդպիսի դրվագ ցույց տալ։ Ու եթե Սոնա Ղազարյանը էլի գալու է հարցնի, բայց մենք ինչ է պահանջ ենք կատարել։ Ես կարող եմ անվերջ թվել տարածքային պահանջներից, մինչև Ադրբեջանը ասել է անխոչնդոտ ճանապարհ պիտի տրամադրեք, ամրագրել եք անխոչնդոտ ճանապարհը։ Ասել է ես հայեր պիտի չտեսնեմ Հայաստան մտնելուց։ Ֆիքսել եք այդպիսի կարգավորում։ Ես ձեզ անվերջ կարող եմ կրեդիտ տալ։ Ես ձեզ անվերջ կարող եմ կրեդիտ տալ փաթեթավորման ձեր ունակությունների համար, սուտ դուք եք ասում ենթատեք ինձ։ Բայց դրանից էությունը չի փոխվում։ Այսինքն, անկյունակարային տարբերությունը, որ դուք սպառնալիքների անվերջ պահանջները կատարելով չեք կարող սպառնալիքը զսպել։ Դուք միայն ախորժակը կարող եք գրգռել ու սպառնալիքը ավելացնել, մեզ ավելի անպաշտպան դարձնելով։ Դա է մեր խնդիրը ձեր հետ։ Երկրորդ ասպեկտը այս հարցի այն է, որ սպառնալիքը չնկատելով, անտեսելով ու մեզ ջայլամ դառնալու կոչ անելով չեք կարող սպառնալիքը զսպել։ Սրա հակադիր մոտեցումը ո՞րն է։ Մեր կոնցեպտը ինչ է։ Ես պարոն Եղոյանի գրեիք բառապաշարը չեմ կրկնի, չեմ ուզում այդտեղ մտնել։ Որն է հակադիրը, պահանջները բոլոր, պարոն Եղոյանի չէ, Ռուբինյանի, բոլոր պահանջները կատարելու, դիմագրավելը, սպառնալիքին դիմագրավելը։ Հիմա եկեք իսկապես հասկանանք այս ռեսուրսներով մեր սպառնալիքներին ոնց կարող ենք դիմագրավել։ Դուք առաջարկում եք, ասում եք, ինչու եք լսում Ադրբեջանը մեզնից ինչի է պահանջում ու մի հատ էլ մեր հանրությանը տեղեկացնում։ Բավական է չլսել ու սպառնալիքը չի լինի։ Ժողովուրդ այդպես չի աշխատում։ Ոնց կարելի է դիմագրավել այդ սպառնալիքներին։
Եթե քեզ սպառնում է տնտեսական էքսպանսիա, այդ սպառնալիքին կարելի է օրինակ դիմագրավել համապատասխան օրենք ընդունելով ու պաշտպանելով քո տնտեսությունը։ Եթե հարևան պետությունը, որը պետական քաղաքականություն է վարում, թշնամական քո նկատմամբ ու սպառնում է այստեղ բնակեցնել ադրբեջանցիներով պետական քաղաքականությամբ, այո, հնարավոր է օրենսդրական կարգավորումներով զսպել, արգելք հանդիսանալ, դիմագրավել այդ սպառնալիքին։ Ոչ, մենք չենք առաջարկում Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարել։ Դա չի առաջարկը, բայց մենք առաջարկում ենք երկու բան. արհեստականորեն չնվազեցնել մեր սպառնալիքները ու ուղիներ մշակել դրա դիմագրավման համար։ Ու եկեք գլուխներս մտցնենք ավազի մեջ, չտեսնենք սպառնալիք, հետևապես այն չլինի, դա մեր համար ոնց ասեմ, հիմարություն է, չի կարող, գալու ենք հասնենք այնտեղ, հիմա մեզ ասում են դեկտեմբերին ձեզ սպասում է որոշում, ԵԱՏՄ-ից դուրս գալու եք թե չէ։ Եկեք բոլորով չնկատենք, չկա այդպիսի հայտարարություն, բայց մեր պարտականությունն է, ձեզ ձեռ է տալի դա չնկատելը, մեզ պարտականությունն է մեր հայրենակիցներին ասել, սիրելի ժողովուրդ, պատրաստ ենք մենք դրան, պատրաստ ենք, եթե պատրաստ ենք, եկեք վաղը դուրս գանք, եթե պատրաստ ենք ավելի լավ տեղ գնալու, բայց եթե պատրաստ չենք, իմացեք, դա մեզ ասում են մի քանի ամիս հետո սպառնում է, ու այդ հայտարարությունները չնկատելը չի լուծելու այդ խնդիրը։ Այո, երրորդ կետը, այս անկյունակարային բանավեճի, ես չգիտեմ ձեր ինքնիշխանության հետ ինչ սահմանափակում է, որ չեք կարող անգամ հարց տալ, Ռուսաստանը սպառնալիք է թե չէ։ Ես այնտեղից հարց եմ տալի, Եղոյան ասում է, ես չեմ տվել այդ հարցը, Տիկին Վարդանյանը տվել, հա ես եմ տվել, իմ Ռուբինյանը կներեք, շփոթում եմ ձեզ։ Ես իմ ինքնիշխանության սահմանափակում չկա, ես հանգիստ կարող եմ այս ամբյոնից հարցնել, Ռուսաստանը մեր համար սպառնալիք է թե չէ։ Ուզում եմ հարցնում եմ, կներեք, ձեզ հաշվետվություն որ չեմ տվել։ Հարցնում եմ, որովհետև դուք ամիսներ շարունակ խոսել եք հիբրիդային սպառնալիքի մասին, ակնարկներ եք արել, ու չեք ասում պետության անուն, ես հարցնում եմ, այդ ինչ ինքնիշխանություն է, որ կաշկանդված եք մատնանշելու այն սպառնալիքը, որտեղից գալիս է, Վոլդեմորտի մասն ենք խոսում անունը տալ չի կարելի, այսինքն այդ ինչ ինքնիշխանություն է, ինչ ինքնիշխանություն է, դրա համար ես այդ կաշկանդումը չունեմ, հարցնում եմ ձեզ, մեր համար սպառնալիք չի, պոտենցիալ գործընկեր դաշնակից է, մեր համար սպառնալիքները Թուրքիայի ու Ադրբեջանի պետական քաղաքականությունն են, մնացածը պոտենցիալ դաշնակիցներ են տարբեր աստիճանի։ Հիմա դուք ասեք այդ հիբրիդային սպառնալիքը, որ արտաքին հետախուզական ծառայությունը զեկույցներ է հրապարակում, տասնյակ էջեր է նվիրում, որտեղից է գալի մեր ժողովրդին։ Եթե չունեք համարձակությունը ասելու, եթե դա միֆ է, չեք նշում սպառնալիքների թվում, ինչի եք ժողովրդին վախեցնում, ինչի եք հանգեցրել նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր տնտեսական վնասներ են կրում, ինչի համար էր դա պետք, ում շահերն է դա սպասարկում, էս է ամբողջ հարցը ընդամենը, եթե սպառնալիք չէր, ինչի համար էր այս արշավը, և դուք մեզ անդադ ասում եք, որ օգուտներ եք քաղում սպառնալիքը նշելուց, այլ բառ եք էլի եմ կրկնում, գրեեք օգտագործում, դուք ձեր նախընտրական քարոզարշավը կհիշեք, երկու բանի վրա էր հիմնված իսկապես, եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին աղետալի պատերազմա լինելու, եթե սահմանադրական մեծամասնություն չտաք, ու Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Հիմա ով է սպառնալիքը մոնետիզացնում, այն բառը օգտագործում և իր շահերի համար օգտագործում։ Ձեր դեպքում կեղծ սպառնալիքը, այսինքն հորինել սպառնալիք, դա օգտագործել նեղ խմբային շահերի համար։ Սա է ամբողջ հարցը։ Էս է խնդիրը եւ այո, մենք պիտի իմանանք որտեղից են գալիս մեր սպառնալիքները, որ դրանց դիմագրավենք։ Եվ վերջում 3 օրը, 4 օրը խոսում ենք Արեգնազ Մանուկյանից, խոսել ենք, որ երեխան անգամ չի կարող հեռախոսով խոսել։ Այստեղ բոլորիդ օրինակով, այդ թվում նաև գործընկեր ընդդիմադիր պատգամավորների քանակին համապատասխան, հոգեբանի եզրակացությունն է Արեգնազ Մանուկյանի 13 տարեկան աղջկա հետ կապված։ Ես չեմ ուզում կարդալ, որովհետև դա կարող է երեխայի իրավունքների ոտնահարում լինի, թիրախավորման խնդիր լինի։ Ես կփոխանցեմ քարտուղարությանը Տիկին Անահիտին կխնդրեմ, որ ձեզ բոլորիդ փոխանցի։ Ես խնդրում եմ լրագրող գործընկերներից, այս կարդալուց հետո մոտենան ձեզ հարցնեն, ինչ հիմնավորում կա երաշխավորություն չներկայացնել, որպեսզի Արեգնազ Մանուկյանը կարողանա իր 13 տարեկան աղջիկ երեխային տեսնել,
Որն է այդ աշխարհացունց հիմնավորումը, որը դուք պատճառաբանելու եք։ Տիկին Անահիտ, խնդրում եմ ես փոխանցել։ Շնորհակալություն։